Հոգևոր պատերազմի քերականություն։ Որտեղ է տեղի ունենում հոգևոր պատերազմը։ Սուրբ Գիրքը մի բառ է օգտագործում սիրտ բառը, որը այսօրվա մեր մշակույթում մենք ավելի շատ առնչում ենք մարդու հուզական, զգացական աշխարհին։ Բայց Սուրբ Գրքի մարդաբանության մեջ սիրտը մարդու կենտրոնական տարածությունն է, ավելին, պարունակում է բոլոր այն տարրերը, որոնցով սահմանվում է անձը, անձնավորությունը, այսինքն կենտրոնն է բանականության և հիշողության, կենտրոնն է ցանկության և կրքերի, կենտրոնն է սիրո և քաջության և ամենակարևորը կամքի։ Հետևապես Սուրբ Գիրքը սիրտ ասելով նկատի ուներ մարդուն իր ամբողջականության մեջ։ Բայց շատ դժվար է վերլուծել, անդրադառնալ այս անթափանցելի վայրի մասին, որը մարդու ներաշխարհն է։ Բազմաթիվ տեղիներ Սուրբ Գրային սիրտը բնորոշում են որպես մի վայր, որը միայն Աստծուն է հասանելի։ Օրինակ Սաղմոս 2-ն ասում է, որ ով արդար Տեր, միայն դու կարող ես քննել մարդու սիրտն ու երիկամները, փոխաբերությունը նկատի ունի մտածումներն ու զգացումները։ Մենք շատ հաճախ կանգնում ենք աղոթքի կամ դիմում ենք Տիրոջը, սա թվում է, թե արտաքին դրսևորում է, բայց Աստծո հետ հանդիպման իրական վայրը մեր ներաշխարհն է։ Մեր ներաշխարհն է, որ մեզ թույլ է տալիս լսելու Աստծո ձայնը։ Ի վերջո, մենք Աստծո ձայնը ուղիղ իմաստով չենք լսում, ինչպես մեկս մյուսին ենք լսում։ Հետևապես Աստծո խոսքը ունկնդրելու, լսելու, իր հետ երկխոսելու, հարաբերվելու տարածությունը դա մեր ներաշխարհն է, մեր սիրտն է, բայց մեր սիրտը նաև այն վայրն է, որտեղ չարի մեքենայություններից, գայթակղություններից մեր կրքերն են սկսում բորբոքվել։ Հետևապես առաջանում է պայքարի դաշտ, ուրեմն այն տեղն է, որտեղ հանդիպում են իրար չարի մեքենայությունները և Աստծո շնորհագործությունը։ Սողոմոն արքան շտկելով իր հոր Դավթի սխալը, որը հզորության գագաթնակետին կարծեց, թե ինքն է իր տերության տերն ու իշխանը, կանգնեց աղոթքի և Աստծուց ոչ թե փառք, հարստություն, իշխանություն, տիրապետություն խնդրեց, այլ խնդրեց հնազանդ սիրտ։ Բառացի նշանակում է սիրտ, որը ունակ է լսելու։ Ուրեմն, երբ մենք ունակ ենք ներաշխարհի մեջ լսելու Աստծո խոսքը, այդ խոսքի սերմերը արագ ծլարձակում են և պտղաբերում են։ Իսկ Աստծո խոսքի պտուղները բոլոր տեսակի առաքինություններն ու բարիքներն են, որ մարդը կոչումով արդեն առաքելություն ունի, բարիք գործելու։ Սեր, խաղաղություն, հաշտություն, ստեղծագործականություն, հարգանք, բայց մարդը նաև ունի սիրտ, որը չի լսում Աստծո խոսքը, տրամադիր չէ, անզգա է։ Նոր Կտակարանը այսպիսի սիրտը բնորոշում է որպես խստասրտություն։ Այսինքն կոշտ է և Աստծո խոսքը երբ ընկնում է, պտուղ չի տալիս, որովհետև չի արմատավորվում։ Եվ հետևաբար մենք, որպես քրիստոնյաներ, մեր հոգևոր պատերազմի ամբողջ ընթացքում միշտ գտնվում ենք այս երկու պայմանների միջև։
լսող սիրտ, թե անզգա սիրտ։ Եվ ընտրությունը մերն է։ Իսկ ինչպես ենք կարողանում ձեռք բերել հոգևոր պատերազմի մեջ բոլոր այն կարողականությունները, որը մեզ ունակ է դարձնելու, ունենալու մի կողմից լսող սիրտ եւ հաղթականորեն մեր բարի պատերազմը մղելու, ինչպես Պողոս առաքյալն է ասում։ Եփեսացիներին ուղված նամակի մեջ վերջին հատվածում մի հրաշալի դրվագ կա, որտեղ առաքյալը հոգևոր պատերազմը նկարագրելու եւ այն հաղթական կերպով վարելու համար օգտվում է ռազմական եզրաբանությունից։ Օգտագործում է սպառազինություն բառը։ Ասում է ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը։ Բայց մինչ այդ սկսում է մեկ ուրիշ կարևոր նախապայմանով։ Ասում է զորացեք Տիրոջով եւ նրա ամենակարող զորությամբ։ Հունարեն բառացի նշանակում է զորություն քաղեք, զորություն քաշեք։ Այսինքն Տերը ունի զորություն, պատրաստ է մեզ այդ զորությունը տրամադրել, մենք պետք է տրամադիր լինենք, ցանկություն ունենանք այդ զորությունից, այդ ուժից օգտվելու։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղված նամակի մեջ դարձյալ այս խորհուրդ տալիս է։ Ասում է զորացիր Քրիստոսի շնորհով, այսինքն Քրիստոսի շնորհից ուժ քաղիր։ Եվ ինքն էլ իր մասին է ասում։ Ասում է ես պայքարում եմ այն ուժով, որը գալիս է Քրիստոսից եւ որը ինձ օգնում է պայքարելու չարի բոլոր մեքենայությունների դեմ։ Հիմա փաստորեն, եթե վերջին հաշվով պատճառներից մեկը մեր մեղսագործության մահվան վախը հաղթահարելու այդ կեղծ փորձն է, պատրանքային, սխալ, թյուր, սրա հակաթույնը, լուծումը հավատն է Քրիստոսի հարության նկատմամբ, որովհետև Քրիստոսի զորությունը, որ Պողոս առաքյալը մեզ խորհուրդ է տալիս քաշելու, քաղելու, ընկած է հենց Քրիստոսի հարության իրականության մեջ։ Քրիստոս ապրեց այս հոգևոր պատերազմը, անցավ մարդկային կյանքի բոլոր հանգրվաններով, այդ թվում նաև կանգնեց մահվան վտանգի առաջ, ունեցավ այդ տագնապը, բայց Աստծո կամքին ամբողջական հնազանդությամբ չնահանջեց, չզրկվեց Աստծո սպառազինությունից, միշտ արթուն մնաց, աղոթեց եւ հավատարիմ հնազանդ Աստծո կամքին հաղթանակ տարավ մահվան նկատմամբ հենց մահվան մեջ մտնելով։ Եվ հարութենական հաղթանակից շնոր է գալիս։ Եվ մահվան վախը հաղթահարելու ճանապարհը ամուր հավատք ունենալն է Քրիստոսի հարության նկատմամբ։ Աստծո սպառազինությունը, որ Պողոս առաքյալը նկարագրում է, հետևյալն է. ճշմարտություն, արդարություն։ Մեկը ասում է ամրապնդեք ձեր մեջքին, զինվորները ինչ են հագնում իրենց մեջքին։ Հոգևոր պատերազմի մեջ մենք հագնում ենք ճշմարտության զրահը, արդարության զրահը առջևից։ Որպես կոշիկ, ասում է հագեք խաղաղության ավետարանը քարոզելու պատրաստակամությունը։
խաղաղություն, որը գալիս է Քրիստոսից եւ այդ բարի լուրը տարածելու, մեր կյանքով վկայելու, հետո տարածելու պատրաստակամությունը։ Ձեզ վրա առեք հավատի վահանը, որը դարձյալ կարևորագույն սպառազինություն է։ Աստծո խոսքը որպես սուսեր, սուր, որով կարող ես կռվել։ Մենք անդրադարձել ենք արդեն Քրիստոսի անապատային փորձությանը։ Չարը իր բոլոր մեքենայություններով, գայթակղություններով դուրս էր եկել Քրիստոսի դեմ նույն Աստծո խոսքի խեղաթյուրված ներկայացմամբ։ Քրիստոս այդ սուսերին պատասխանում է Սուրբ Հոգու սուսերով, Աստծո խոսքով եւ Աստծո խոսքի ճշմարիտ մեկնաբանությամբ, առանց որևիցե այլ երկխոսության մեջ մտնելու, որը շատ հաճախ վտանգում է մեզ փորձության ժամանակ։ Հիմա այս ամեն ինչը երբ նկարագրվում է, Պողոս առաքյալն ասում է կանգուն մնացեք եւ դիմադրեք, այսինքն մի փախեք ոչ մի կերպով։ Ինչպես Քրիստոս չփախավ, տարվեց անապատ եւ ուղիղ աչքերով նայեց չարի, ուրեմն բոլոր տեսակի մեքենայություններին։ Եվ վերջում ավելացնում է, որ անդադար աղոթք արեք։ Անդադար աղոթելը չի նշանակում օրվա 24 ժամը մրմնջալ։ Հայրերը այս երևույթը բացատրում են Աստծո հիշողությունը ունենալով։ Այսինքն մշտապես ունեցեք Աստծո ներկայության զգացողությունը, Աստծո հիշողությունը, այսինքն ինչ որ մենք անում ենք մեր կյանքում, մեր կենցաղում, բնության մեջ, մեր ընտանիքում, մեր շրջապատում, մարդկային, ուրեմն հասարակության մեջ, երկինքը, վերևը, հողը, ներքևը, սրանք ամեն ինչը մեզ հիշեցնում են Աստծո արարչի մասին։ Բացի որ Աստված արարիչ է, այլ նաև խնամող է, հիշեցնում է Աստծո նախախնամության մասին, ամեն նոր բացվող օր Աստծո խնամքի մասին է մեզ հիշեցնում։ Հետևաբար անդադար աղոթել նշանակում է ունենալ Աստծո հիշողության, Աստծո ներկայության մշտամնայց զգացողությունը, որը նաև մեզ օգնում է, որպեսզի մենք փորձությունների ժամանակ չզրկվենք Աստծո սպառազինությունից։ Հիսուս մի շատ լավ օրինակ է բերում, ասում է, երբ մեկը ուզում է իր տունը, իր ունեցվածք, իր սեփականությունը պաշտպանի, ուրեմն զինվում է, անվտանգության միջոցառումներ է ուրեմն նախատեսում եւ կարողանում է ապահով կերպով պահել իր տունն ու իր սեփականությունը, մինչեւ որ կգա մեկը, որը ավելի ուժեղ է, կզինաթափի եւ հետո կգրավի ինչ որ ուզում է։ Ուրեմն այդ ավելի ուժեղ մեկը Քրիստոս ինքն է, որտեղ չարի փորձությունների, մեքենայությունների ժամանակ առաջին հարվածը, որ մենք ստանում ենք որպես քրիստոնյաներ, որ մկրտված ենք եւ սպառազինված ենք Աստծո շնորհներով, ի վերջո Սուրբ Միրոնը ինչու է քսվում մեր, դրոշվում մեր մարմնի, ուրեմն տարբեր հատվածների։ Դրանով մենք շնորհներով սպառազինվում ենք։ Ուրեմն չարը առաջինը փորձում է մեզ զրկել Աստծո սպառազինությունից։ Կարելի է ասել, փորձում է մեզ վերադարձնել մեր նախամկրտութենական վիճակին, որտեղ մենք Աստծով սպառազինված չենք եւ ընդամենը ապավինություն ունենք մեր սովորական մահկանացու ուժերին։ Եվ հետո արդեն դժվար չէ տանելու գայթակղության եւ կռապաշտության ստրկության, ինչը մեր կյանքը վերածում է դժոխքի։ Եվ առաջինը, որ մենք պիտի անենք աղոթքով եւ մյուս կարևորագույն միջոցառումը
արթնությամբ ասել է թե Աստծո ներկայության, այդ հիշողության, մշտամնա զգացողությամբ պահել Աստծո սպառազինությունը մեզ վրա, որովհետև մենք առանց Քրիստոսի շնորհի չենք կարող պատերազմը հոգևոր բարի հաղթական ավարտի հասցնենք։ Համաշխարհային գրականության դեմքերից մեկն ասում է մարդկության մեջ տեղի ունեցող պատերազմները ժամանակ առ ժամանակ ավարտվում են եւ գալիս է խաղաղության շրջան։ Միակ պատերազմը, որ երբեք չի ավարտվում, դա հոգևոր պատերազմն է, որը սկսվում է մարդու ծնունդից մինչև մահվան օր։